Անցնենք ծախսերին։ Ակնհայտ է, հարկերի վճարման կարևորության մասին խոսելիս պետք է խոսենք այն մասին, թե այդ միջոցները ինչպես են ծառայում մեր բարեկեցությանը։ Ի վերջո հարկ վճարելը միակողմանի գործընթաց չէ։ Կարելի է ասել, որ հարկ վճարելով ես գնում եմ որոշակի ծառայություններ եւ իմ հարկ վճարելու պատրաստակամությունը կախված է այդ ծառայության քանակից եւ որակից։ Բյուջեի բովանդակային քննարկումը կարևոր է հասկանալու համար, թե մեր բոլորի կողմից վճարված հարկերը ինչպես են վերաբաշխվում սոցիալական տարբեր խմբերին, ինչպիսի ծառայություններ են մատուցում եւ ինչպիսի ներդրումներ են արվում մեր պետության ենթակառուցվածքները զարգացնելու եւ դիմադրողականությունը բարձրացնելու համար։ 2024 թվականի պետական բյուջեից ծախսվել է 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ, որից 558 միլիարդ դրամը կազմել են կապիտալ ծախսերը։ 2024 թվականի ծախսերը ավելին են եղել 2023 թվականից 356 միլիարդ դրամով, որից կապիտալի մասով 63 միլիարդ դրամով։ Մյուս հարցն այն է, թե ինչպես են ծախսվում այս միջոցները, որ լավագույնս հասցեագրեն մեր քաղաքացիների անձնական եւ ընդհանրական շահը։ Հասարակության մեջ շահերը տարբեր են եւ կոնսենսուսի հասնելը ծախսման առումով շատ բարդ է, եթե ոչ անհնարին։ Բյուջեն կազմելիս պետք է հմտորեն հավասարակշռել ոչ միայն տարբեր շահառու խմբերի ընդհանուր շահերը, այլ նաեւ այդ խմբերի կարճաժամկետ շահերը, որպիսիք են եկամուտը, բնակարանային ապահովումը, անվտանգությունը եւ այսպես շարունակ, եւ բնականաբար երկարաժամկետ շահերը եւս, ինչպես հողի օգտագործումը, կարողությունները եւ գիտելիքը, առողջությունը, բնական եւ սոցիալական միջավայրը։ Սա է պատճառը, որ մենք հրաժարվում ենք այս ռոպեական ականջահաճո ծախսեր անելուց եւ կենտրոնանում ենք այնպիսի միջոցառումների վրա, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենալու։ Նույնիսկ սև ցուցակում հայտնված մեր քաղաքացիների համար եկամտահարկից վարկային պարտավորությունների մարման ծրագիրը, որ շատերի կողմից քննադատվեց որպես պոպուլիստական, համարում եմ չափազանց էական։ Մենք համաձայնեցինք այսօր հրաժարվել մեր եկամուտների մի մասից, հնարավորություն տալու մեր հասարակության աշխատունակ մի ստվար զանգվածի վերաինտեգրվել աշխատաշուկայում եւ օգտվել ֆինանսական ծառայություններից։ Մյուս կողմից իհարկե առկա են շտապ լուծում պահանջող հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային հարցը, որի լուծումն այսօր անհրաժեշտ է վերջինիս տնտեսական եւ սոցիալական ներառումը պատշաճ եւ հնարավորինս արագ իրականացնելու համար։ Բոլորի շահերից է բխում մեր եղբայրների քույրերի Հայաստանում մշտական տուն, աշխատանք եւ ապրելու հարմարավետ միջավայր ունենալու հնարավորությունը։ Այս նպատակի համար 2024 թվականին հատկացվել է ավելի քան 68 միլիարդ դրամ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության բոլոր միջոցառումներում, մասնավորապես կենսաթոշակի, պարգևավճարի, պատվովճարի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, չաշխատող անձի մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, իրավունքի իրականացման համար պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներում։ Նշեցի, որ 2024 թվականին ծախսել են 356 միլիարդ դրամով ավելին։ Մեծ հաշվով կառավարության քաղաքականությունը հասկանալու համար պետք է դիտարկել այն անկյունից, թե այս ավել գումարները ինչպիսի առաջնահերթ ծախսերի են ուղղվել։ Պետական ծախսերն ավելացել են 13.7%, այդ թվում կրթության ոլորտի ծախսերը 25.8%, առողջապահության ծախսերը 9.6%, սոցիալական ծախսերը 20.7%, պաշտպանության եւ անվտանգության ծախսերը 5.7%, իսկ կապիտալ ծախսերը 12.8%։ Այսպիսով կառավարությունը մեծացրել է ներդրումները մարդկային եւ ֆիզիկական կապիտալում, ընդլայնելով տնտեսության ներուժը եւ խթանելով երկարաժամկետ աճը։ Նման մոտեցումը պահպանվելու է նաեւ միջնաժամկետ հորիզոնում եւ պետության դերը հանրային կյանքում հարկաբյուջետային քաղաքականության տեսանկյունից լինելու է զարգացման առաջնորդությունը, ընդլայնելով տնտեսության կարողությունները եւ մեծացնելով արտադրողականությունը։ Այժմ պարտքի եւ դեֆիցիտի մասին։ Կառավարության համար առաջնահերթ է պահել պարտքի բեռը 50%-ի շրջանակներում, որը գնահատված է որպես ապահով մակարդակ եւ ամրագրված է հարկաբյուջետային կանոններում։ 2024 թվականին կառավարության պարտք հնացուցանիշը կազմել է 48.2%, նախորդ տարվա համեմատ նվազելով 0.2%-ային կետով։ Դա հնարավոր է դարձել պետական բյուջեի պակասուրդը չափավոր մակարդակում պահպանելու, ինչպես նաեւ մակրոտնտեսական կայուն միջավայր ձևավորելու շնորհիվ։ Այսպես, պետական բյուջեի պակասուրդը կազմել է համախառն ներքին արդյունքի 3.7%-ը։ Սա այն դեպքում, երբ աշխարհի զարգացող երկրներում այն գրացել է հնա շուրջ 5.5%, իսկ զարգացած երկրներում 4.7%-ի շրջանակներում։ Մյուս կողմից, կոորդինացված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների ներքո
տնտեսական աճը շարունակել է բարձր մնալ, գնաճը եւ փոխարժեքը կայուն լինել, ինչն արտացոլվել է նաեւ պարտքի մակարդակում։ Սակայն ամենակարևորը, պարտքի կայունությունը չի ապահովել խիստ գոտիները ձգելու կամ զարգացումը զոհելու միջոցով։ Մյուս ոչ պակաս կարևոր ձեռքբերումը պարտքի կառուցվածքի շարունակվող բարելավումն է, որի արդյունքում ներքին պարտքի կշիռը կառավարության պարտքում 2024 թվականի վերջին հասել է 51.8-ի։ Իսկ ՀՀ դրամով արտահայտված պարտքի կշիռը 50.8%-ի։ Հիշեցնեմ, որ այս ցուցանիշները 2018 թվականի վերջի դրությամբ 21.8 եւ 19.1 էին։ Եվ ապահովել է ավելի քան կրկնակի բարելավում Հայաստանի ցուցանիշը մոտեցնելով դիմակայունության տեսանկյունից ավելի ընդունելի մակարդակի։ Շատ ենք խոսում պարտքի մակարդակից կամ դրա սպասարկման ծավալներից։ Այստեղ մակերեսային կիսատ պռատ վերլուծություններն անտեղի են, բայց հենց սրանով էլ զբաղված են պսևդո վերլուծաբանները եւ դեղին մամուլը նպատակ ունենալով ապակողնորոշել եւ ահաբեկել մեր հանրությանը։ 2024 թվականի պարտքի սպասարկմանը ուղղվել է 314 միլիարդ դրամ, ծախսերի 10.6%-ը։ Չեմ վիճի, որ սա զգալի ծախս է, որի նվազման ուղղությամբ հսկայական ջանքեր պետք է դնենք առաջիկայում։ Մեզ ուղղված մեկ այլ մեղադրանքի մասով էլ խոսեմ։ Ասում են, որ 2018 թվականին այս նպատակով ծախսվել է 139 միլիարդ դրամ, կամ այդ թվականի բյուջեի ծախսերի 9.6%, այսինքն 1%-ային կետով պակաս։ Բայց այստեղ առկա է մի էական տարբերություն։ 2024 թվականին ծախսված 314 միլիարդ դրամի 70%-ը կամ 220 միլիարդը ուղղվել է ներքին պարտքի սպասարկմանը։ Հատկանշական է, որ 2018 թվականին արտաքին պարտքի սպասարկման համար ծախսվել է ընդամենը 18.8 միլիարդ դրամով պակաս գումար, քան 2024-ին։ Տրամաբանական հարց է առաջանում, ինչ տարբերություն արտաքին թե ներքին պարտք է։ Տարբերությունն այն է, որ ներքին պարտքի սպասարկման տոկոսները դառնում են եկամուտ բանկերի, ներդրումային ընկերությունների եւ կենսաթոշակային ֆոնդերի համար, որն էլ իր հերթին եկամուտ է դառնում մեր քաղաքացիների համար։ Մեծ հաշվով այս գումարը այն պարգևավճարն է, որ մենք տալիս ենք մեր քաղաքացիներին իրենց եկամուտները խնայելու համար, որովհետեւ այդ խնայողությունները այսպես թե այնպես դառնում են ներդրում Հայաստանի տնտեսական պոտենցիալի մեծացման մեջ, քանի որ պետական պարտքը ծառայում է միայն կապիտալ ներդրումներ իրականացնելու համար։ Այս պատճառով է էական տարանջատել պարտքը ներքին է թե արտաքին։ Այս պատճառով է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսում արտաքին պարտքի մասին միայն։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այս եկամուտներից նաև հարկ է վճարվում։ Կրկնվեմ, ներքին պարտքը 2024 թվականին հասել է պատմական 52%-ի, 2018 թվականի 22%-ի փոխարեն։ Անցնելով առաջ եւ անդրադառնալով պահուստներին, կառավարությունը համահունչ 2024 թվականի բյուջեին ձևավորվել է բյուջետային պահուստներ եւ իրացվելիության բարձիկներ, որոնք հնարավորություն են տվել հաջողությամբ նավարկել անորոշությունների եւ հարկման բազաների տատանումների պայմաններում։ Այսպես, պահուստային ֆոնդը թույլ է տվել չեզոքացնել կանխատեսված է համեմատ հարկային եկամուտների պակաս հավաքագրման հնարավոր բացասական ազդեցությունը հարկաբյուջետային համակարգի վրա, իսկ իրացվելիության բարձիկները ներդրողներին վստահություն են փոխանցում կառավարության կանխիկ հոսքերի սահուն կառավարման մշտական հնարավորության վերաբերյալ։ Ընդ որում, սա դրսևորվել է ներքին պարտքային շուկայի դինամիկ զարգացման, խորության եւ իրացվելիության ավելացման պայմաններում, ինչն ամրապնդում է Հայաստանի մոնետար ինքնուրույնությունը, այսինքն հնարավորություն տալիս ապագայում հնարավոր շոկերի ժամանակ բյուջեի ֆինանսավորման պահանջն ապահովել ներքին շուկայի հաշվին։ Հարկաբյուջետային քաղաքականությունից զատ կարևոր է քննարկել, թե բյուջետային համակարգը ինչպես է կատարելագործվում, ապահովելու համար ծախսերի արդյունավետության շարունակական բարձրացումը եւ բյուջետային փաստաթղթի լիարժեքությունը։ 2024 թվականին բյուջետային համակարգում արձանագրվել են հետևյալ հիմնական արդյունքները։ Բարելավվել է 25 թվականի բյուջետային գործընթացը, ներդրվել են բազմամյա բյուջետավորման անցում ապահովող բաղադրիչներ։ Պետական բյուջեի փաստաթղթերում առաջի անգամ ներդրվել է կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմ։ Ներկայացվել են ավարտի ժամկետ ունեցող միջոցառումները, բազմամյա պարտավորությունները։ Բյուջետային տեղեկատվության ամբողջականության եւ թափանցիկության բարձրացման նպատակով իրականացվել է պետական կառավարման մարմինների կողմից տնօրինվող պետական գույքի համար վարձակալական վճարի արժեքի մոտարկում եւ ներառում բյուջետային փաստաթղթերում։ Հիփոթեկային վարկերի մասով եկամտային հարկի հետ վերադարձի գծով մուտքերն ու ելքերն ամբողջական արտացոլվել են բյուջետային փաստաթղթերում։
Բյուջետային աջակցության միջոցները ամբողջական արտացոլվել են բյուջետային մուտքերում։ Վերանայվել եւ պարզեցվել են բյուջետային փաստաթղթերի ձևաչափերը։ Բարելավվել է ֆիսկալ կարգապահությունը, այդ թվում վերաբաշխումների զսպման արդյունքում տարեստարի նվազում են վերաբաշխումների վերաբերյալ որոշումների քանակը։ Վերանայվել են ծախսերի վերաբաշխման կանոնները, արդյունքային ցուցանիշները սահմանվել են կիսամյակային կտրվածքով, նվազեցնելով դրանց վերանայման արդյունքում վերաբաշխումների կարիքները։ Բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է ծրագրերի գնահատման գործընթաց։ Ներդրվել է մասնակցային բյուջետավորման գործընթաց։ Անցյալ տարի Հայաստանի Հանրապետության 4 համայնքների բնակիչներ հնարավորություն են ունեցել նախաձեռնել եւ անձամբ քվեարկել իրենց համայնքում կարևորություն ունեցող ծրագրերի իրականացման համար։ 2025 թվականին այդ համայնքների թիվն արդեն 21 է։ Հարգելի գործընկերներ, բյուջեի քննարկումը կարող է եւ պետք է դառնա մեր հանրության ամենակարևոր բանավեճերի հարթակներից մեկը, որտեղ քննարկման առարկա է ոչ թե պատրանքների, այլ իրական Հայաստանը իր իրական խնդիրներով եւ հրատապ անելիքներով։ Մեր անելիքները ճիշտ հասկանալու եւ սահմանելու համար չափազանց կարևոր է իրական աշխարհի մասին ճշմարիտ պատկերացումներ ունենալ։ Ավելի հստակ իրական Հայաստանն էական է դիտարկել իրական աշխարհի համատեքստում։ Տարիներ շարունակ գտնվելով ֆիզիկական շրջափակման պայմաններում հաճախ մեր մտածողությունն էլ է կրել այդ փակ շրջանի ազդեցությունը։ Արդյունքում մենք մեր խնդիրները դիտարկել ենք մեր տան, բակի, աչքին երևացող տարածքի մակարդակում։ Եվ թե մեր խնդիրները կոնկրետ են, վերաբերում են հենց մեզ, սակայն դրանց մեծ մասը կապ ունի արտաքին աշխարհի հետ։ Այդպիսի խնդիրներ առկա են զարգացվածության մեր մակարդակն ունեցող շատ երկրներում կամ վաղուց արդեն հաղթահարված են երկրների մյուս մասում։ Չնայած այն հանգամանքին, որ լուծումները պետք է նախև առաջ փնտրենք ինքներս մեր մեջ, կարևոր է նաև աշխարհի փորձի ընդունումը։ Ուսումնասիրելով աշխարհն իր փորձառության համատեքստում մենք ոչ միայն մեզ ավելի խորապես ենք ճանաչելու, այլև նաև գտնելու ենք նոր լուծումներ այն դժվարությունների համար, որոնք թվում էին անհաղթահարելի այնքան ժամանակ, քանի դեռ տեսադաշտից դուրս էր աշխարհի ավելի մեծ պատկերը։ Պետք է հաշվի առնել, որ աշխարհը թևակողել է турբուլենտ մի ժամանակաշրջան, որտեղ նախկին բանաձևերը այլևս կենսունակ չեն, իսկ նոր բանաձևերը դեռևս անհայտ են։ Կլիմայի փոփոխությունը, հասարակությունների ծերացումը եւ աշխարհի ռազմականացումը հսկայական վտանգներ են, որոնք անմիջականորեն ազդում են ֆինանսների վրա։ Ստիպում պետություններին ավելի մեծ դեֆիցիտով բյուջեներ ունենալ, ինչն էլ նշանակում է պարտքի անընդհատ աճող մակարդակ, որն արդեն իր ծավալով կարող է ստեղծել ճգնաժամի ռիսկեր։ 2024 թվականին աշխարհի խոշոր տնտեսությունների աճերը դանդաղել են, գլոբալ լոգիստիկ շղթաները խաթարվել, իսկ սակագնային պատերազմներն էլ ավելի մեծ անորոշություն եւ մշուշոտ հեռանկար են խոստանում։ Միաժամանակ տեխնոլոգիական առաջընթացի աննախադեպ տեմպերը եւ արհեստական բանականության ներմուծումը մեր առօրեական մի կողմից բազմաթիվ հարցեր են առաջ բերում ապագայի աշխատանքի եւ մարդկության զարգացման մարտահրավերների առումով եւ մյուս կողմից բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում տնտեսության նոր ճյուղերի ի հայտ գալու եւ տնտեսության զարգացման նոր թափի առումով։ Անորոշությունը, որի մեջ մենք ապրում ենք, պետք է անգործության պատճառ չդառնա։ Հակառակը վստահ են, որ որոշակի ուսումը հենց արագ գործելու, խիզախության, համառության, համախմբվածության արդյունքում է հնարավոր։ Բաց չթողելու համար որոշակի անալու հնարավորությունը մեր անելիքները պետք է հստակ լինենք։ Հենց այս տրամաբանությամբ էլ առաջնորդվում ենք։ Մեր անելիքները հստակ են՝ բարձրացնել տնտեսության արտադրողականությունը, դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները եւ մեծացնել տնտեսության բարդությունը։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այն ճանապարհը, որով գնում ենք, հեշտ չէ, սակայն այն լավատեսության ուղենիշներով է ընդգծված։ Եթե մենք վճռական լինենք մեր գործողություններում, համախմբված եւ հավատարիմ մերից որդեգրած արժեքներին, կարողանանք հաստատ կարողությունը կունենանք կառուցելու այն հզոր պետությունը, որտեղ հանրությունը կլինի հոգատար, իսկ անհատը երջանիկ։ Վստահ եմ, ճիշտ որոշումներ կայացնելու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առկա հսկայական ներուժը ծառայելու է երկարաժամկետ առաջընթացին եւ երջանկության նյութականացմանը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։